Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու բժշկական կենտրոնի համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Անդրյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Բժշկուհի Անդրյան, նախ կուզենայի գնահատեինք այս պահին Շիրակի մարզում համաճարակային իրավիճակը, ինչպիսին է։ Համաճարակային իրավիճակը Շիրակի մարզում հանգիստ է եւ վերահսկելի։ Աշուն ձմեռ սեզոնայնությանը բնորոշ է օդակաթիլային վարակները, այդ թվում նաեւ սուր շնչական վարակները եւ սեզոնին բնորոշ օրինաչափություն ունեն այս վարակները։ Մշտապես այս սեզոնին, ինչպես նաեւ գարնանը, երբ ակտիվանում է օդակաթիլային վարակները, սուր շնչական վարակները, հսկողությունը ուժեղացնում ենք այս վարակների նկատմամբ։ Եվ այս խմբի մեջ մեծականակ վարակներ կան, սինտիցիալ վարակները, ռինովիրուսները, ադենովիրուսային վարակները, հիմնականում գրիպը, ինչպես նաև կորոնավիրուսային վարակը։ Ճիշտ է, կորոնավիրուսային վարակը այս պահին չունի պանդեմիկ ներուժ, արագ տարածվելու եւ ծանր կլինիկական դրսևորումներով ի հայտ գալու ներուժ, բայց ինքը արդեն որպես սեզոնային հիվանդություն դեռևս շրջանառվում է, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում եւ նաեւ Շիրակի մարզում։ Դա է պատճառը, որ մենք դեռևս սուր շնչական վարակների խմբում պարտադիր լաբորատոր հետազոտություններ են կատարում նաև կորոնավիրուսի եւ նաև ծանր կլինիկական ընթացքով դեպքերը նաև գրիպի շրջատիպերի վերաբերյալ։ Քանի որ սեզոնը արդեն մենք գիտենք, ինքը ֆիքսված սեզոն է եւ սեզոնին պատրաստվել են կանխարգելիչ միջոցառումներով, այսինքն կատարվել է եւ օրինաչափությունների դիտարկում եւ ամբողջ տարվա ընթացքում հունվարից մինչեւ դեկտեմբեր բարեկ համաճարակաբանական հսկողության մեր բարեկ լաբորատորիաները Հայաստանի գործող նրանք մշտապես հետևում են ինչպիսի հարուցիչներ են շրջանառվում թե կորոնավիրուսի եւ թե գրիպի եւ մենք արդեն ունենք պատկեր շրջատիպերի, որն էլ մեզ օգնում է, որ սեզոնի ընթացքում ձեռք բերենք կոնկրետ այդ շրջանառվող հարուցիչների պատվաստանյութեր։ Եվ այդ պատվաստանյութերը նախապես ձեռք է բերվում բնակչության խմբերի համար, հիմնականում ռիսկային խմբերի համար, ինչու՞ չէ նաեւ ավելանում է որոշակի քանակություն եւ 45-ից բարձր տարիքի, հատկապես 65-ից բարձր ռիսկի խմբերով, քրոնիկ հիվանդություններով հիվանդները, որոնք խոցելի են թե գրիպի, թե կորոնավիրուսի առումով, մենք նրանց համար ունենք որոշակի պաշար եւ ըստ ցանկության, առանց պարտադրելու, կարող են մոտենալ իրենց ամրագրված պոլիկլինիկաները եւ կարող են պատվաստվել։ Լավ կլինի, որ այդ պատվաստումները լինեն ժամանակին։ Հակառակ դեպքում, երբ որ արդեն սեզոնը մուտք է գործում եւ հարուցիչը սկսում է շրջանառվել, գուցե պատվաստվել է եւ վարակվել է համընկնի եւ ստացվում է, որ պատվաստանյութից վարակվեցին։ Այսպեսի դուր կարծիք է լինում երբեմն որոշ պատվաստողների մոտ եւ դա արագ տարածվում է, ինչպես տեսնում ենք։ Բայց իրականում պատվաստանյութը փորձաշրջան անցած է, թե կորոնավիրուսի, թե գրիպի եւ ինքը բավական արդյունավետ է եւ եթե մենք պատվաստվածների շերտ ենք ունենում, բավարար շերտ ենք ունենում, մեր սեզոնային հիվանդացությունը ցածր մակարդակով է ընթանում եւ չենք ունենում խմբային բռնկումներ եւ համաճարակային իրավիճակ։ Այս պահին նույնիսկ այս ակտուալ հիվանդությունների առումով իրավիճակը հանգիստ է եւ վերահսկելի։ Չունենք հիվանդանոցներում փարտացած դեպքեր, հոսպիտալ պարկած կամ վերակենդանացման բաժանմունքում պարկած նման հիվանդներ, կարող է լինել սուր շնչական վարակներով հիվանդներ, սեզոնին բնորոշ եւ թեթև կլինիկական ընթացքով։ Սա նույնպես իր համաճարակաբանական առումով խնդրահարույց ոլորտ է, որովհետեւ երբ որ թեթև է լինում շտամը, այսինքն թեթև կլինիկական ընթացք է ապահովում եւ հիվանդները հոսպիտալ մեկուսացում չեն ապահովում եւ մասնագիտացված բուժում չեն ստանում, տնային պայմաններում եւ նույնիսկ ինքնաբուժությամբ փորձում են հաղթահարել այս փուլը եւ համաճարակաբանական առումով սա նույնպես խնդիր է, որովհետեւ կարելի է այսպես չակերտավոր ասել, որպես քայլող վարակներ այս վիրուսակիրները կամ թեթև կլինիկական ընթացքով հիվանդները
աշխատանքի են մեկնում, դպրոց են գնում, հաճախում են մանկապարտեզ, մանկական կազմակերպ կոլեկտիվներ եւ վարակը տարածվում է, ինչը բնորոշ է սեզոնին։ Տեսեք, ձեր նշած այդ համաճարակային հանգիստ վիճակը միգուցե հենց ձեր իսկ խոսքերով ասած, հա, երբ մարդը ինքնաբուժությամբ է զբաղվում, տանն է ինքն իրեն բուժում եւ այլն, հենց դրանով է միգուցե պայմանավորված։ Որ չեն դիմում համապատասխան։ Չեն դիմում եւ լավ կլինի, որ դիմեն առաջնային օղակ, պետք չի ամեն դեպքի համար գնալ հիվանդանոց, որովհետեւ այն բռնկման ժամանակ կորոնավիրուսի կամ գրիպի, հա, H1N1 գրիպի պանդեմիայի ժամանակ շատ հոսքը մեծ էր դեպի ստացիոնարներ, որը նաեւ խաթարում էր ստացիոնարների գործընթացը, որովհետեւ այն բոլոր հիվանդները, որոնք համալիր բուժման կարիք չունեն եւ հոսպիտալ պարկելու, բուժվելու բարձրացած դեպքեր չեն, նրանց հոսքը պետք է ուղղել դեպի արտահիվանդանոցային պոլիկլինիկաներ, որտեղ ընտանեկան բժիշկները տնային պայմաններում կազմակերպում են լիարժեք բուժում։ Եվ հիվանդանոց միայն գնում են բոլոր նրանք, որոնք ունեն համալիր բուժման կարիք կամ բարդացած են թոկաբորբով կամ ծանր կլինիկական ընթաց կամ սրանում է իրենց քրոնիկ այս կամ այն հիվանդությունը կամ այնպիսի բուժում են ստանալու, որոնք միայն հիվանդանոցային պայմաններում է թույլատրել, այսինքն սիստեմաներ կամ այնպիսի դեղեր, որոնք ուղեկցող այլ հիվանդությունների պետք է համակցել։ Ընդհանուր առմամբ բնորոշ է, որ սեզոնին հիվանդացությունը բարձրանա տարվա ընթացքում, ինչը որ տարվա ընթացքում լինում է երկու ալիքի ձևով։ Հիմնականում օդակաթիլային վարակներին, քանի որ բնորոշ է աշուն գարուն ծմեր սեզոնայնությունը, մեծ պիկը մեր հիվանդացության լինում է սկսած հոկտեմբերի երկրորդ կեսից, հա, հոկտեմբերի 10-ից 40 շաբաթին է համընկնում տարվա, այդ ընթացքում բարձրանում է մեծ կորը եւ հիվանդացության բավական մակարդակ է ապահովում, ցուցանիշ է ապահովում, ամռան ընթացքում ինքը օրինաչափ նվազում է, հունիս-հուլիսին նվազագույն շեմին է հասնում եւ նորից սկսում է հոկտեմբերից սկսած բարձրանալ եւ փոքր կորը լինում է հոկտեմբերին։ То есть մեծ կորը լինում է ներողություն հոկտեմբերին եւ ձմռանը ավարտվում է, ինքը նաեւ համընկնում է ձմռան ընթացքում միջոցառումների, այս տոնական օրերի շփումներին եւ մեծ հիվանդացությունը ապահովում եւ արդեն կանոնը փոքրիկ պիկով ավարտվում է։ Այս հանգիստ պիկերի ընթացքում, երբ որ նվազում է հիվանդացությունը, լավ կլինի միջոցառումները կանխարգելիչ կազմակերպել այս սեզոնին, որպեսզի հիվանդության մակարդակը ցածր լինի եւ վարակված ու պատվաստված հիվանդները չհանդիպեն, այսինքն ոչ լիարժեք առողջական խնդիրներ ունեցող մարդիկ չպատվաստվեն։ Իհարկե, պատվաստման մոտեցած հիվանդները անպայման բժշկի կողմից զննվում են, նրանց եւ զննվում է եւ հարցում է կատարվում, ինչպիսի առողջական վիճակ կա, ջերմաչափվում է եւ եթե կա առողջական խնդիրներ, խնդրում են մոտենալ մի փոքր ուշ, երբ որ ավելի հանդարտվի, հաստ չլինի, ջերմություն չլինի, ինչ որ վիրուսային ինֆեկցիաներ չլինեն։ Մյուս բոլոր դեպքերում պատվաստումները խրախուսելի են եւ մենք բազմիցս հորդորում ենք, որովհետեւ կառավարելի ինֆեկցիաների համար ամենաճիշտ եւ ամենակարևոր կանխարգելիչ միջոցառումը պատվաստվելն է։ Ցավոք չունեն բոլոր պատվաստանյութերը, որոնք բոլոր մյուս ինֆեկցիաների ժամանակ կարող են կիրառել, օրինակ քուտեշի, ջրծաղիկի եւ այսպես ասեմ, որ համաճարակաբանների մոտ չկա այսպես ճակերտներով ասած սովորական ինֆեկցիա։ Ցանկացած ինֆեկցիա կարող է իր բարդությունները ունենալ, հատկապես եթե քրոնիկ հիվանդներին կարող է վարակել տարեցներին, մինչև 1 տարեկան երեխաներին եւ նաեւ հղիներին։ Հղիների մոտ կարող են ցանկացած բարդություններ լինել, որոնք նաեւ ներարգանդային ինֆեկցիայի ձևով նաեւ պտղի վրա ազդել, դա է պատճառը, որ մենք հորդորում ենք հատկապես հղիներին պատվաստվել մինչև հղիության պլանավորումը, թե գրիպով, թե կորոնավիրուսային վարակով, որպեսզի հղիության ընթացքում ոչ մի խնդիր չառաջանա, քանի որ ցանկացած վիրուս ինքը կարող է անցնել, ներթափանցել հեմատոենցեֆալիկ բարիերը, այսինքն նա կարող է հաղթահարել եւ անցնել եւ ուղեղ, եւ պլացենտար բարիերը, այսինքն պտղին կարող է անցնել եւ այս կամ այն բարդությունը տալ։ Տեսեք, երբ մարդը վարակված է, հա, ինչ որ շնչական վիրուսներով, բայց ինքը ինքնազգացողությունը նորմալ է, իրեն լավ է զգում, այս դեպքում ինքը փոխանցող համարվում է։
ինֆեկցիան փոխանցող։ Կախված է օրգանիզմի իմուն համակարգի վիճակից։ Ինչքան իմունիտետը բարձր է, ինչքան ճիշտ սնվել, առողջ ապրելակերպով ապրող մարդ է, նա կարող է ցանկացած վարակ ընկալել, բայց չհիվանդանալ, որովհետև օրգանիզմում միկրո-մակրո օրգանիզմների միջև, այսինքն հարուցիչի եւ մարդու միջև գնում է ինֆեկցիոն process, ինֆեկցիոն գործընթաց։ Եվ այս ընթացքում, որը համընկնում է գաղտնի շրջանին, օրգանիզմում հարուցիչը փորձում է իր հատկություններով առաջացնել հիվանդություն, իր հատկություններից որոնք են պաթոգենությունը, ախտածնությունը կամ վիրուլենտականությունը, այսինքն այն հարուցիչի այն քանակը, որը կարող է հիվանդություն առաջացնել, եւ օրգանիզմում դիմակայելու հատկությունը հակամարմինների նկատմամբ, կապսուլավորել կամ պատիճավորվել եւ պաշտպանվել օրգանիզմի հակամարմիններից եւ նաեւ օրգանիզմը ինչպեսի զենքեր ունի հարուցիչի նկատմամբ նա կարող է պատվաստված լինել եւ ունենալ տվյալ կոնկրետ հիվանդության հարուցիչի նկատմամբ հակամարմիններ եւ նաեւ լավ սնված լինել հատկապես սպիտակուցներով եւ վիտամիններով հարուստ սնունդ ընդունած լինել ճիշտ հագնվել սեզոնին այսինքն սեզոնին համահունչ հագնվել եւ մրսածության գործոնը, որը կարող է նպաստել հարուցիչի տեղակայմանը եւ դրսեւորմանը եւ այսպես այս գաղտնի շրջանում գնում է միկրո-մակրո օրգանիզմների միջև պայքար։ Ով ավելի հզոր է, ով ավելի քանակով շատ է եւ պաշտպանված է, նա կհաղթի։ Եթե հարուցիչը հաղթում է, ուրեմն առաջանում է հիվանդություն, եթե մարդ ավելի պատրաստված է, հիվանդությունը հաղթահարում է։ Մենք կարող ենք ցանկացած պահի, ցանկացած վարակով վարակվել թե շրջապատում, թե տրանսպորտի մեջ, թե հասարակական վայրերում։ Դա է պատճառը, որ մենք անընդհատ պետք է զգոն լինենք, ցանկացած միջավայրի մտնելուց առաջ իմանանք ինչպես ենք, եթե ռիսկը մեծ է կամ ունենք ուռուցքային հիվանդություններ կամ քրոնիկ հիվանդություններ եւ այդ ցանկալի չէ որևէ հիվանդությունով վարակվելը, ուրեմն մենք պետք է մտնենք պաշտպանված, եթե խոսքը վերաբերում է օդակաթիլային վարակներին, ինչու՞ չէ նաեւ կրենք դիմակ, եթե ուզում ենք ընդհանրապես ոչ մի հիվանդությունով չհիվանդանանք եւ կարող ենք ձեռքերը հաճախակի լվանալ հատկապես ուտելուց առաջ կամ սանհանգույցից հետո կամ եթե բուժաշխատողը ավելի հաճախ եւ յուրաքանչյուր պացիենտի սպասարկելուց առաջ եւ հետո եւ նաեւ որևէ սպասարկման ոլորտից օգտվելուց հետո օրինակ հասարակական տրանսպորտից եւ նաեւ եթե մենք գործ ունենք փողի հետ կամ որոնք որ վարակը տարածելու եւ չախտահանվող իրեր են։ Օրինակ հղին, եթե այցելում է իր հերթական այցով պոլիկլինիկա եւ ինքը այդ հղիության այդ փուլում հատկապես երկրորդ ամիսների ընթացքում եւ վերջի շաբաթների ընթացքում, երբ որ ձևավորվում է նյարդային համակարգը, ինչպես գիտենք, բոլոր վիրուսները ազդում են նյարդային համակարգի վրա եւ կարող է նաեւ պտղի վրա ազդեն։ Ցանկալի է, որ նրանք պաշտպանված մտնեն պոլիկլինիկա, որովհետեւ այնտեղ այցելում է եւ հիվանդը եւ առողջը։ Առողջը կարող է լինել հղին իր հերթական այցի ժամանակ, երեխան պատվաստման ժամանակ եւ նաեւ բուժաշխատողը։ Իրականում բուժաշխատողը պետք է լինի անվտանգ պացիենտի համար։ Նա պետք է լինի պաշտպանված, պատվաստված եւ նաեւ կրի հագուստ։ Այսինքն բժշկական համազգեստ, որը իրեն պաշտպանում է իր տանից եկած հագուստից, այսինքն որպեսզի նա հարուցիչը տուն չտանի, իր ընտանիքի անդամներին չհիվանդացնի, որը նաև կարող է իրեն հետադարձ վարակը տարածել եւ պետք է ինքը զգոն լինի, որ ինքը պետք է լինի պատվաստված։ Եթե միջամտություն կատարող բուժաշխատողը նաև այրոնային վարակների դեմ պատվաստված, հեպատիտ B-ի դեմ եւ այլն, եւ նաև հետազոտված։ Այսինքն բուժաշխատողը պարբերական բժշկական զննություններ է անցնում, որպեսզի նա պացիենտի համար լինի բացարձակապես անվտանգ։ Պետք է նման կարգավիճակում լինի նաև մանկական կոլեկտիվում աշխատողը, հանրակրթական դպրոցի աշխատողը կամ նախակրթարանի աշխատողը եւ երեխաները, որովհետեւ իրենք այնպիսի կոնտինգենտ են, որ նրանք կարող են կատարյալ առողջ են եւ դեկրետային հասակում ստանում են այս կամ այն պատվաստումները եւ կարող են ընկալել վիրուսներ, որոնք կլինիկորեն չդրսևորվեն։ Դա վերաբերում է եւ գրիպին, եւ մյուս վարակներին, եւ երեխան չունենա ոչ հարբուխի նշաններ, ոչ ջերմություն, եւ վարակը ուղղակի տրանզիտոր
կամ թեթև կլինիկական նշանով տեղափոխել օջախ, որտեղ կան եւ հղիներ կարող են լինել, եւ բուժաշխատողներ կարող են լինել, եւ կարող են լինել նաեւ քրոնիկ ծերեր, որոնց մոտ հիվանդությունը արդեն փոխանցվի եւ իր քրոնիկ հիվանդության հետ միասին ինքը ծանր կլինիկական ընթացք ունենալ, այսինքն նպաստել վիրուսը, որ հիվանդությունը սրանա եւ բարտանա։ Բժշկուհի Անդրեան, բացի սուրշնչական վիրուսներից, էլ ինչպիսի իրավիճակներ են մեր շրջապատում առաջանում, հատկապես այլ սեզոնների, հա, որովհետև սրանք հիմնականում աշուն, ձմեռ, գարուն սեզոնայնության էին։ Ինչպես գիտենք, յուրաքանչյուր վարակ ունի իր սեզոնայնությունը եւ սա բնորոշ է հարուցիչներին, որպես տեսակ, իր տեսակը քանակապես ամրապնդելու, որովհետեւ յուրաքանչյուր հարուցիչ նաեւ մեր շրջապատի կարևոր տարրերից մեկը է եւ որպես կենսաբանական էակ իր քանակը պետք է ինքը կարողանա ապահովել։ Հակառակ դեպքում կառաջանան այլ անտագոնիստ վիրուսներ, որոնք կարող են մուտացվել եւ առաջանան նոր շտամներ եւ շրջանառվել։ Աղիքային սեզոնին, աղիքային վարակները բնորոշ են ամռան աշնան սեզոնին եւ հատկապես երբ որ ջրի մեծ քանակներ են օգտագործում, ամռան տաք ժամանակաշրջանին է համընկնում, չկառավարվող սննդային վատ լվացված կամ ճիշտ չլվացված, հատկապես երեխաները, երբ որ անլվա կարող են պտուղները ուղղակի ծառից քաղել եւ ուտել։ Եվ նաեւ բնորոշ է արագ փչացող սնունդը, որովհետեւ ամռան ժամանակ նրանք ոչ սառնարանային պայմաններում 2 ժամից հետո անգամ պատրաստի սնունդը կարող են կորցնել իրենց հատկությունները եւ հարուցիչների համար դառնալ ինչպես քանակապես շատացման, նաեւ նրանց կողմից արտադրած տոքսինների նպաստավոր պայման։ Դա կարող է լինել սալատների, աղցանների միջոցով, օրինակ ստաֆիլոկոկային էկզոտոքսիններ, այսինքն նաև կարող է լինել սալմոնելոզային տոքսիկոզներ եւ նաև տոքսիկոինֆեկցիաներ, թե դիզենտերիայի, թե սալմոն, ինչու՞ չէ նաև հնարավոր են դեռևս ավարտված չէ 7-րդ պանդեմիան խոլերայի եւ մենք միշտ զգոն ենք եւ նաև ստուգում ենք ամենուր, եթե ծանր կլինիկական ընթացքով աղիքային ինֆեկցիաների, թե փակ կոլեկտիվներում ստուգում ենք նաև խոլերայի ռիսկը, բացի դրանից բաց ջրամբարներում խոլերանման հարուցիչները բոլոր աղիքային ինֆեկցիաների ուշադրության կենտրոնում էին ամառ աշուն սեզոնայնության ընթացքում։ Տարվա ողջ ընթացքում կարող է լինել սննդային թունավորումներ հանրային հասարակական սննդի օբյեկտներում, եթե այնտեղ չի պահպանվում ընդհանուր հիգիենիկական վաճառական ռեժիմը, եւ նաև կարող են խմբային բռնկման դեպքեր լինել, չի բացառվում թե մանկապարտեզներում, թե այն վայրերում, որտեղ սնունդ մատակարարվում է։ Ես պետք է հորդորեմ օգտվելով առիթից հատկապես բացօթյա տարածքներում մատուցվող մատակարարվող սննդից, որ ձեռնպան մնան, մեր ազգաբնակությունը պատահական վայրերից սնունդ չգրեն, հատկապես արագ սնունդը, որը որ կարող է եւ լինեն այնպիսի վայրեր, որտեղ նաեւ աշխատողները հետազոտված չլինեն, դրանք միշտ ի հայտ են գալիս այն դեպքերում, երբ որ համաճարակային իրավիճակ է լինում։ Ինչ որ մի թունավորումից եւ հետո հաշվի առնենք, որ այդ կոնտինգենտը, որ թեկուզ տարվա մեջ 2 անգամ հետազոտվում է, բայց տարվա մեջ 2 անգամ չի վարակվում, նա կարող է վարակվել բազմիցս։ Եվ դա է պատճառը, որ թե աշխատողը, թե օգտագործողը պետք է ուշադիր լինեն, զգոն լինեն եւ նաեւ մեր բնակիչները նաև խստապահանջ լինեն, ամեն մի սնունդ, երբ որ գնում են սուպերմարկետներից, պետք է ուշադիր լինեն նրանց պիտանելիության ժամկետը եւ նաև հասարակական սնունդում, եթե տեսնում են ոչ սանիտարական կամ անբավարար սանիտարական վիճակներ, իրավունք ունեն նաև իրենք առողջության տեսանկյունից լինեն պահանջատեր եւ նաև ինչու՞ չէ պատկան մարմիններին տեղեկացնել, որ նկատել են խախտումներ։ Զգոնությունը պետք է պահպանել ամեն օր։ Բժշկուհի Անդրեան, այս թեման կարծես թե անսպառ է, իսկ մեր ժամանակը խիստ ժամանափակ է եւ ես այս պահին ուզում եմ խոսենք հիմնականում Գյումրու բժշկական կենտրոնում ինչպիսի ծառայություն եք մատուցում։
Ասեմ, որ հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնում եւ ընդհանուր առմամբ համաճարակաբանությունը բավական լայն ոլորտ է, ինքը զբաղվում է եւ վարակիչ հիվանդություններով եւ ոչ վարակիչ հիվանդությունների մոնիտորինգով եւ նաեւ ուսումնասիրում է հարուցիչների հատկությունները եւ մշակում է միջոցառումներ դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացնելու համար։ Եվ ոչ վարակիչ հիվանդությունների մասով ուսումնասիրում է նաեւ գործոններ, որոնք ազդում են այդ ոչ վարակիչ հիվանդությունների նպաստում են դրանց հայտ գալուն եւ փորձում ենք, եթե հնարավոր չի բացառել այդ գործոնները, գոնե նվազագույնի հասցնել։ Խոսքը վերաբերում է ուռուցքային հիվանդություններին, սիրտանոթային համակարգի համար 1 սպանիչին, հա, որոնք սիրտանոթային համակարգի առաջ հիմնականում մահվան հիմնական պատճառներն են։ Եվ նաև քրոնիկ հիվանդություններ, դրանք կարող են լինել պանկրեատիտներ, ենթաստամոքսային կեղծի կամ շաքարային դիաբետ, որը ակտուալ է եւ դարի խնդիրներն են, չբուժվող հիվանդություններ են համարվում, եւ ինչու՞ չէ նաև Գյումրու բժշկական կենտրոնում արդեն կլինիկական համաճարակաբանությունը այլ ոլորտ է, այլ մոտեցումներով եւ այլ միջոցառումների ծրագրով։ Ցանկացած բժշկական հաստատություն պետք է ունենա ներհիվանդանոցային վարակի, որը հիմա կոչվում է արդեն բժշկական միջամտություններով վարակի ծրագիր։ Ծրագրին մասնակցում է թիմ, մասնագիտական թիմ, որը կոչվում է նաև խորհուրդ, կանխարգելման խորհուրդ, վարակի հսկողության կանխարգելման խորհուրդ։ Բազմապրոֆիլ մասնագետներ են մասնակցում այս խորհրդի մեջ, սկսած տնօրենից, կազմակերպչական, փոխտնօրեն, բաժնի վարիչներ, ավագ բուժքույրեր, նաև ֆինանսական պատասխանատուներ, գնումների պատասխանատու եւ արդեն բնականաբար համաճարակաբան, ով վերահսկում է այս ամբողջ գործընթացը եւ իր պատասխանատվությամբ ամբողջ ներհիվանդանոցային գործընթացը հիմնականում կանխարգելիչ պլանային մոտեցմամբ, բայց կարող են լինել նաև իրավիճակներ համաճարակային ցուցումով, որովհետև հիվանդանոց գալիս են նաև պացիենտներ, որոնք կարող են բերովի դեպքեր բերել, ինչպես այրունային վարակների, այնպես էլ շնչուղիների կամ միզուղիների կամ մարսողական համակարգի եւ կարեւորը որ հիվանդանոցը չլինի միջավայր այս վարակների տարածման, բերովի դեպքերի վարակների տարածման առումով։ Դա է պատճառը, որ ցանկացած պացիենտ, ով գալիս է հիվանդանոց, եթե նա պետք է ինվազիվ միջամտություն ստանա կամ վիրահատվի, մենք բոլորին հետազոտում ենք այրունային վարակների նկատմամբ, որովհետև նախ մեզ ապահովագրենք հիվանդանոցին, որ մեր միջամտության արդյունքում չի ձեռք բերել հիվանդությունը, որովհետև հիվանդները բազմակի տեղեր հաճախում են, գեղեցկության սրահներ, ստոմատոլոգիական ծառայություններ, գինեկոլոգիական ծառայություն, ինչ-որ մասնավոր կլինիկաներ եւ հիվանդանոցը իրեն ապահովագրի, գոյություն ունի յուրաքանչյուր հիվանդության գաղտնի շրջան, որը բավական երկար այրունային վարակների ժամանակ եւ չլինի մի որոշ ժամանակ հետո, 3 ամիս հետո, 6 ամիս հետո, 1 տարի հետո հիվանդի մոտ ի հայտ գա այս կամ այն հիվանդությունը եւ նա հիշի, որ վիրահատվել է մեր հիվանդանոցում։ Ձեր նշված դեպքերից Գյումրի բժշկական կենտրոնը ապահովագրված է։ Կարծում եմ այո, որովհետև ցանկացած ինվազիվ եւ վիրահատվող հիվանդ հետազոտվում է եւ եթե հայտնաբերվում է արագ տեստով եւ իմունոֆերմենտատիվ մեխանիզմով եւ մենք պացիենտին կամ հիվանդին տեղեկացնում ենք այդ մասին, բայց սա խոչընդոտ չի կարող լինել բժշկական սպասարկման համար։ Միևնույնն է, մենք սպասարկում ենք, հայտնաբերելու դեպքում պետք չի առանձնահատուկ ուշադրություն դարձնել կամ ինչ որ հիվանդը զգա, որ ինքը տարբերվող է, մենք ունենք կոդեր, միջազգային դասակարգման կոդեր, որը որ պացիենտի եւ այլ հիվանդների եւ բուժաշխատողներից ոչ բոլորի համար մնում է գաղտնի եւ այդ բժշկական գաղտնիքը պահպանվում է, ուղղակի ավելի ուշադիր ենք լինում, բայց քանի որ մենք չգիտենք հիվանդության որ փուլում է հիվանդը գալիս, գուցե նաեւ ինքը ունի այդ հիվանդությունը, բայց դեռ չի այն քանակը չի ապահովված այրան մեջ, որ ինքը հայտնաբերվի։ Դա է պատճառը, որ ցանկացած պացիենտի մենք դիտում ենք որպես պոտենցիալ վարակագիր եւ նրանց հետ այրունային միջամտություններ կատարելու գործիքներով աշխատելու ընթացքում մենք աշխատում ենք, բոլորին դիտում ենք որպես պոտենցիալ վարակագիր, հագնում ենք ցեռնոցներ, բոլոր բժշկական գործիքները ախտահանվում են, մանրէազերծվում է, եթե ինքը բարձր ռիսկային միջոցառում է կատարվում։ Բժշկուհի Անդրյան, եւ քանի որ արդեն մեր հաղորդումը մոտեցել է իր ավարտին, ես կուզենայի շատ հակիրճ մեր քաղաքացիներին
ձեր հորդորը անեինք, ինչպես անել, որ զերծ մնալ ցանկացած վիրուսից, հնարավորինս խուսափել դրանցից։ Քանի որ խոսեցինք նաև Գյումրու բժշկական կենտրոնից, ժամանակի սուգության պատճառով ես ամեն ինչ չէ որ կարողացա ներկայացնել, բայց ամենօրյա հսկողություն կա, ամենօրյա մոնիտորինգ կա, ծրագրի յուրաքանչյուր կետերով մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, ինչից է թերանում բուժ անձնակազմը, ինչ խնդիրներ կա, ինչ խնդրահարուցիչ ունենք, ինքը արդյոք կայուն է հակաբիոտիկների նկատմամբ, ախտահանիչ միջոցների նկատմամբ, մենք պարբերաբար նաև հետևում ենք գնումներով ձեռք բերված ախտահանիչ միջոցները, հակաբիոտիկները, որ ինքը լինի ճիշտ կիրառելի, ճիշտ արդյունավետ եւ այդ հակաբիոտիկների կիրառությունը ոչ թե հիվանդի օրգանիզմում այդ փորձը դրվի, այլ ինքը օրգանիզմից դուրս կիրառվում է, լաբորատորիայում որոշվում, անջատվում է հարուցիչը, դրվում է զգայունություն, հետո ճիշտ բուժում, արդյունավետ բուժում է կատարվում, եթե հակաբիոտիկների բուժման կարիքը կա։ Մենք մեր քաղաքականությունը հակաբիոտիկների համահունչ է առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղաքականությանը եւ մենք օգտագործում ենք դրա խիստ ծայրահեղ դեպքում, որպեսզի արտակարգ իրավիճակներում իրանք լինեն խիստ արդյունավետ։ Կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա չի կիրառվում, նա կիրառվում է միայն նպատակային բուժական։ Սա այսպես եւ հիվանդանոցում ամենօրյա հսկողություն կա, բուժաշխատողները ինչպես են հագնվում, ինչպես են միջամտությունները կատարում, արդյոք ձեռքերի հիգիենան ճիշտ կիրառվում է թե ոչ, գործիքները ճիշտ ախտահանվում է, շրջակա միջավայրի համաճարակաբանական նշանակության մակերեսները ճիշտ ախտահանվում է թե չէ։ Դա է պատճառը, որ հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի հետ մենք ունենք պայմանագիր եւ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ բոլոր ոլորտներին ուղղված շրջակա միջավայրի եւ նաեւ բուժաշխատողների կատարվում է տարին մեկ անգամ բուժաշխատողների պարբերական զննություն, իսկ ամիսը մեկ անգամ սանիտարամանրեաբանական հետազոտություններ գնահատում ենք իրավիճակը, որպեսզի կարողանանք ճիշտ մոտեցումներ։ Իսկ բնակիչներին կհորդորեմ լինեն գիտակ, լինեն զգոն, լինեն հետևեն մեր կայքին, նաև մենք Գյումրու բժշկական կենտրոնում պարբերաբար ներկայացնում ենք տվյալ իրավիճակի վարակների հետ կատարվող միջոցառումները եւ ձեռքերը հաճախ լվանան, անհրաժեշտության դիմակ կրեն, եթե զգում են, որ իրենք հիվանդ են, չմասնակցեն միջոցառումներին, եթե պետք է մասնակցեն միջոցառում, նկատում են, որ այնտեղ կան պոտենցիալ հիվանդ մարդիկ, աշխատեն իրենց հեռու պահեն, մանավանդ եթե տանը ունեն ռիսկի խմբեր, հղիներ, մանկահասակ երեխաներ եւ քրոնիկ հիվանդներով ծերեր։ Շնորհակալություն շատ հագեցած եւ տեղեկատվական բնույթի զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք իմ խոսքը ուղղել բնակիչներին եւ նաեւ ներկայացնել մեր աշխատանքը Գյումրու բժշկական կենտրոնում։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու բժշկական կենտրոնի համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Անդրյանին։ Դե ինչպես բժշկուհին իր խոսքի սկզբում նշեց, տաք հագնվեք, ընդունեք ճիշտ սննդակարգ եւ հնարավորինս խուսափեք բոլոր տեսակի վիրուսներից։ Եղեք առողջ, Medinfo-ներ եթերում կհանդիպենք։